80 Սամոսի առաջի խոսքերում գրված է. Ով Իսրայելի հովիվ, ագանջ դիր, դու որ Հովսեփին առաջնորդում ես հոդի պես, որ նստում ես քերովբեների վրա, փայլիր, Եփրեմի եւ Բենյամինի եւ Մանասեի առաջին զարթնացրու քո զորությունը, եկ մեզ ապրեցնելու համար, ով Աստված, ետ դարձրու մեզ եւ փայլեցրու քո երեսը եւ կապրենք։ Երրորդ խոսքում ասում է ով Աստված, ետ դարձրու մեզ։ Սիրելիներ, խոստովանվենք, Տիրոջ առջև կանգնենք, մեր սրտերը Տիրոջ առջև թափենք, սա անհանգստացնող վիճակ է։ Ով Աստված, ետ դարձրու մեզ եւ փայլեցրու քո երեսը եւ կապրենք։ Աստված մեր համար օրհնություններ է պատրաստել, բայց այդ օրհնությունները այդ ամենքը նրանց համար է, ովքեր ունեն դրա կարիքը, ովքեր որ ծարավ են։ Գրված է, ես ծարավին գնաց ջրի աղբյուրից պետք է տամ ծրի։ Թող Աստծո ողորմությունը լինի, սա անհանգստացնող բան է, անհանգստացնող երևույթ է։ Եվ նրանք, ովքեր այդ վիճակում են, ճիշտ կլինի, որ իրանք սենյակում մնան այնտեղ քնեն։ Հարմար չի, որ այդ թմրությունը, այդ ծանրությունը, այդ մրապը այստեղ բերեն։ Ես ինչի մասին, որ եղբայրը խոսեց, ես ուղղակի իմ միտքն է ուզում ասել եւ ուզում եմ հիշեցնել երկրորդ օրինաց գրքի 32 գլխի 36 խոսքը։ Սա իմ սիրած խոսքերից մեկն է։ Երկրորդ օրինաց 32-ի 36-ը։ Եվ Տերը կդադե իր ժողովրդին եւ կգտա նրանց, երբ որ տեսնե, որ նրանց ձեռքը տգար է։ Եվ կգտա իր ժողովրդին, երբ որ տեսնե, որ նրանց ձեռքը տգար է։ Տերը ձեռք է մեկնում, Տերը այցելություն է անում, Տերը ողորմում է, Տերը իր շնորհքը հայտնում է այն մարդկանց, որոնք տեսնում են իրանց անկարողությունը, որոնք տեսնում են իրանց անճարությունը, որոնք իրանցից սրտանց հրաժարվում են եւ նայում են վերև։ Եվ դրա համար Հռոմայացիս թղթի 3-րդ գլխի 20-ում ասում է, ինչի մասին եղբայրը խոսեց, որտեղ օրենքի գործերից ոչ մի մարմին չի արտանա նրա առաջին, որտեղ օրենքով լինում է մեղքի գիտություն։ Օրենքը տրվեց դրա համար, սիրելիներ, որպեսզի օրենքով մեղքը ճանաչի, որպեսզի օրենքի միջոցով մարդը հասկանա իր անկարողությունը, անճարությունը եւ իրանից հրաժարվի։ Քանի դեռ մարդը իր մի բան է կարծում, քանի դեռ մարդը վստահ իր ուժերի վրա, քանի դեռ մարդը մտածում է, որ ինքը կարող է Աստծուն հաճելին անել, սիրելիներ, շնորհքը իրան փակ է։ Իրան փակ է, թե Աստված Հիսուս Քրիստոսով ինչ արել։ Որտեւ շնորհքը դա մտքի բան չէ, եւ շնորհք ասելով ինչ ենք հասկանում։ Շնորհք բառը ինչ է նշանակում։ Շնորհք բառը սա է, սիրելիներ, առանց արժանինքների բարիք։ Առանց արժանինքների բարիք սա է։ Շնորհքը սա է։ Ոչ մի արժանինք չունեմ, մաս ու բաժին չունեմ եւ Աստված ինձ տալիս է։ Դրա համար Պողոս Արաքյալը ասում է, օրենքի գործերից ոչ մի մարմին չի արտարանա նրա առաջին, որովհետև օրենքով լինում է մեղքի գիտություն։ Մարդը Աստծուն սիրելով, իհարկե Աստծուն սիրող մարդը ուզում է օրենքը կատարել։ Ինքը խոստովանում է իր անկարողությունը։ Եվ այդ կյանքի մասին, այդ պայքարի մասին Հռոմայացիս 7-րդ գլխում Պողոս Արաքյալը շատ լավ ներկայացնում է, որ ինքը Աստծուն սիրում էր, Աստծուն էր դարձել, սրտանց ուզում էր Աստծուն հաճելին անել, Աստծո օրենքը պահել, բայց իշքան ուզում էր Աստծո օրենքը պահել, այնքան ավելի պարտվում էր։ Եվ դրա համար ասում էր, ոչ թե բարին, որ անում եմ, այլ ոչ թե բարին եմ անում, որ սիրում եմ, այլ չարը, որ ատում եմ։ Եվ հետո վերջում
Հռոմայացիս թղթի 7-րդ գլխի վերջում լսում ենք այդ խոսքերը։ Պողոսը աղաղում է. ես ինչ խեղճ մարդ եմ, որ կապրեցնե ինձ այս մահի մարմնից։ Սա օրենքի գործն է, սիրելիներ։ Օրենքը մեր ուսուցիչն է, օրենքը մեր ամենի դաստիարակն է, որպեսզի մեզ բերի Քրիստոսին։ Այսինքն հասկանում ենք մեր անկարողությունը, մեր անճարությունը, մեր ոչնչությունը, մեզնից հրաժարվում ենք եւ նայում ենք Տիրոջը։ Եվ այդ ժամանակ է, որ Տերը ձեռք է մեկնում։ Ես ինչ խեղճ մարդ եմ, ով կապրեցնի ինձ այս մահի մարմնից։ Սա օրենքի աշխատանքն է։ Օրենքով մարդը մեղքը ճանաչում է։ Եվ այս վիճակում է սիրելիներ, որ երբ որ մարդը իր անկարողությունը հասկանում է, Աստվածային լույսը մարդու վրա է ծագում եւ մարդը հասկանում է Աստծո շնորհքը։ Ասում է. շնորհակալ եմ Աստվածանից մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով, ուրեմն ես մտքով ծառայում եմ Աստծո օրենքին, իսկ մարմնով մեղքի օրենքին։ Անցյալ անգամ մոտ մի շաբաթ առաջ, երբ որ այստեղ էի, երբ որ երիտասարդ եղբայրները քույրերը հանձնում էին քննություն, մեկի հետ զրուցում էի եւ մեկը մի բան ասեց։ Ուրեմն հարցերից մեկը դա էր, ասենք մեկն էլ եւ բացատրել, թե ինչպես է մարդը օրենքից շնորհքին գալիս եւ եղբայրը մեկնում էր, ասում էր, որ մարդը ուզում է օրենքը կատարել եւ երբ որ Աստված տեսնում է մեր ջանքը, մեր աշխատանքը, մեզ արդարացնում է շնորհքով։ Այսպիսի մեկնությունը սխալ է։ Սա սխալ է։ Ուրեմն ասում է սիրելիներ, որ Աստված նայում է իմ ջանքին եւ իմ ջանքի դիմաց ինձ տալիս է վարձ։ Մարդը սրտանց ուզում է օրենքը պահել, սրտանց ուզում է Աստծուն հաճելի լինել, չի ստացվում, խոստովանում է իր պարտությունը, անզոր է եւ այստեղ Աստծո լույսը մարդու վրա է ծագում եւ մարդը հասկանում է, որ Հիսուս Քրիստոսով իր համար ամեն բան եղել է, սիրելիներ։ Եվ երբ որ մարդ հասկանում է շնորհքը սա Աստծո հայտնությունն է։ Եվ ես ասեմ, եղբայրը, որ խոսում է շնորհքի մասին, նրանք, ովքեր իրանց սրտում մեղքին ոչ չեն ասել, նրանք, ովքեր սրտանց Աստծուն չեն փնտրում, նրանք, ովքեր սրտանց չեն ուզում Աստծուն հաճելի կյանք ապրել, նրանք չեն հասկանա, սիրելիներ։ Շնորհքը դա մտքի բան չի։ Շնորհքը Սուրբ Հոգու հայտնությունն է, Աստված է բացում։ Աստված է բացում։ Երբ որ մարդը սրտանց Աստծուն է փափագում, սրտանց ուզում է Աստծուն հաճելին ապրել, որտեղ իր համար Աստծուց բացի ուրիշ կյանք չկա, իր անկարողությունների մեջ, իր պարտությունների մեջ Աստված այցելում է եւ շնորհքը բացում է։ Շնորհքը Սուրբ Հոգու հայտնությունն է, սիրելիներ։ Մարդուն շնորհքը բացվում է եւ հասկանում է, որ Աստծուն հաճելի կյանքը միմիայն պետք է ապրի Աստծո միջոցով, Հիսուս Քրիստոսով։ Եվ դրա համար Պողոս առաքյալը գրում է Թուղթ Գաղատացիս 2-րդ գլխի վերջում. օրենքով ես մերա օրենքին, որ Աստծուն կենտանի լինեմ։ Ես խաչը ելա Քրիստոսի հետ, այլևս ոչ թե ես եմ կենտանի, այլ Քրիստոս է կենտանի ինձանում։ Եվ ինչ որ ես ապրում եմ, հիմա Աստծո որդու հավատքով եմ ապրում։ Շնորհքը սա է, սիրելիներ, իմ մեջ Հիսուս Քրիստոս։ Օրենքը սա է, իմ մեջ ես իմ ուժով, իմ կարողությամբ, իմ ջանքով, իմ երանդով Աստծուն հաճելին անեմ։ Իսկ շնորհքը սա է, իմ մեջ Հիսուս։ Եվ դրա համար Եբրայեցիս թղթի 2-րդ համարում համար 12 գլխի հեղինակը ասում է Հիսուսին նայենք մեր հավատքի առաջնորդին եւ կատարողին։ Հիսուսին նայենք մեր հավատքի առաջնորդին եւ կատարողին։ Մեր հավատքի կատարողը Հիսուսն է։ Նա մեր մեջ ապրելով ապրեցնում է Աստծուն հաճելի կյանքը։ Եվ դրա համար 2 Կորինթացիս թղթի 5-ի համար 13-ից Պողոս առաքյալը գրում է, ասում է, եթե մենք խելառած ենք, այն Աստծո համար է, եւ եթե մենք զգաստ ենք, այն ձեզ համար է,
որտեղ մեզ ստիպում է Քրիստոսի սերը, եւ սա ենք միտք անում, որ եթե մեկը ամենի տեղ մեռավ, ուրեմն ամենքն էլ մեռավ, եւ ամենքի համար մեռավ, որ կենտանի լինողները ոչ թե իրենց համար ապրեն, այլ նրա համար, որ իրենց համար մեռավ ու հարություն արավ։ Մեզ ստիպում է Քրիստոսի սերը, սիրելիներ։ Երբ որ մարդը հասկանում է շնորհքը, երբ որ մարդը խոնարհվում է Աստծո առջև, կյանքը իր մեջ է լցվում։ Եվ Հիսուս Քրիստոսով նա ապրում է Աստծուն հաճելի կյանքը։ Առաջի Հովհաննու 3-րդ գլխի համար 14-ում Հովհաննես Արաքյալը ասում է. մենք գիտենք, որ մայից փոխվեցինք դեպի կյանք, որտեղ եղբայրներին սիրում ենք։ Կյանքի ապացույցը սերն է, սիրելիներ։ Կյանքի ապացույցը սերն է։ Շնորհքով ապրելու ապացույցը մեր մեջ Աստծո սերն է։ Եթե իսկապես մենք հասկացել ենք շնորհքը, եթե ապրում ենք շնորհքով, սրա ապացույցը սերն է։ Աստծուն սիրում ենք եւ սիրում ենք մեր կողքիներին։ Վերջերս, սիրելիներ, մոտ մի շաբաթ առաջ էր Աբովյանում աղոթքա ժողովի ժամանակ մի երիտասարդի լսեցի, դե աղոթքա ժողովների ժամանակ եղբայրներից Սուրբ Գրքից ընթերցում են կարճ խոսք եւ աղոթում ենք։ Այդ եղբայրը, այդպես ասած, շատ սուսիկ-փուսիկ եղբայրը չի երևում, բայց մի բան ասեց եւ ես ուրախացա եւ հասկացա, որ այո, նա հասկացել է Աստծո սերը։ Ասեց եղբայրներ քույրեր, լինում է, որ մենք Աստծո առջև ենք գալիս, մեզ շտկում ենք, մեզ ուղղում ենք, որպեսզի համարձակ Աստծո առջև կանգնենք, համարձակությամբ խնդրենք Իրանից եւ մեզ տա։ Բայց ուրիշ բան է, երբ որ մարդը հասկացել է Աստծո սերը եւ Աստծո առջև շիդակ է կանգնում, որպեսզի Աստծո սիրող սրտին վիշտ չպատճառի։ Հասկանում եք, սիրելիներ, առաջինի մեջ, առաջ հոգեբանության մեջ առևտուր է։ Ես պետք է գամ Աստծո առջև, Աստծուց պետք է խնդրեմ, որպեսզի Աստված ինձ տա, սպասի խոստովանությամբ Աստծո առջև գամ, խոնարհվեմ, որպեսզի աղոթքին արգել չլինի։ Սա մարմնավոր բան է։ Եվ ես կարող եմ ասել, սիրելիներ, սա անմաքուր բան է, պիղծ բան է, բայց ուրիշ է, որ մարդ հասկացել է Աստծո սերը եւ ինքը չի ուզում, իր համար ծանր է, մահ է, որ Աստծո սիրող սրտին վիշտ պատճառի։ Այնպես որ սիրելիներ, երբ որ մարդը հասկացել է շնորհքը ու սիրով է լցված, հարցերը, ըմբռնումները խիստ տարբեր են, իրարից տարբեր են։ Եվ Ղուկասի ավետարանի մեջ անարակ որդու Արագի պատմության մեջ լսում ենք հետևյալ խոսքերը, սիրելիներ, 15-րդ գլխի, Ղուկաս ավետարան 15-րդ գլխի 29-րդ խոսքում։ Գիտենք այդ պատմությունը։ Փոքր որդին եկել էր, հայրը ուրախացել էր, հոր սերը, հոր ուրախությանը սահման չկար, մսացուեզներ մորթել տվել, ուրախանում էին, մեծ տղեն հանդից գալիս էր եւ լսեց երգի ձայնը, նվագի ձայնը եւ իր ծառայակիցներից մեկին ասեց, «Էս ինչ է եղել»։ Եվ ասեց ծառան, «Քո փոքր եղբայրն է եկել եւ հայրդ մսացուեզը մորթել է»։ Որդին չէր ուզում ներս գալ։ Հայրը նրան խնդրում էր եւ մեծ տղեն հորը ինչ ասեց, սիրելիներ, գիտեք, լեզուն խոսում է սրտի ավելցուկից։ Հնարավոր է մարդը ասի մի նախադասություն եւ այդ նախադասության մեջ իրան ներս երևա։ Այդ նախադասության մեջ, այդ բառերի մեջ ռենտգեն ապարատի նման երևա թե իր հոգում ինչ կա։ Այ ես ուզում եի 5 դագարանից հիշեցնել այն պատմությունը, սիրելիներ, երբ որ Բաղամին ասում էր, այնպես արա, անիծիր է ժողովրդին, նզովիր է ժողովրդին։ Եվ ինչ ասեց Բաղամը Բաղագին, ասեց, եթե մի տուն լիքը ոսկի տաս, ես Աստծո խոսքից դուրս չեմ ելնի։ Եթե մի տուն լիքը ոսկի տաս, սա նշանակում էր, որ ոսկին իր համար արժեք ուներ, եւ դա ընդամենը խոսքեր էր, եւ հետո քիչ հետո տեսնում ենք, որ անիրավության վարձքը սիրեց,
ոսկին սիրեց, արավ եւ դրանով ինքը սովորեցրեց Բաղամին, թե ինչպես անել, որ Իսրայելի որդիներին հաղթել։ Եվ այստեղ սիրելներ, այստեղեն մեծ տղեն այդ խոսք ասեց, ըստ որում ասեմ սիրելներ, ասեմ, ես երիտասարդ ժամանակ եղբայրներից մեկի քարոզն էի լսում, եւ այդ եղբայրը այս արագը անվանում էր երկու անարագ որդիների արագ։ Երկու անարագ որդիների արագ, որովհետեւ իսկապես մեծ տղեն ոչ պակաս անարագ էր։ Եվ ես ասեմ ինչի համար սիրելներ։ Այստեղ 29 խոսքում ասում է, մեծ տղեն ասեց, այսքան տարի է, որ ես քեզ կծառայեմ եւ քո պատվերից դուրս չեմ եկել։ Բայց ինձ մի ուլ չտվեցիր, որ իմ ընկերների հետ ուտեի, իմ բարեկամների հետ ուտեի, բայց երբ որ եկավ քո պորնիկ տղեն, մսացու եզը մորթեցիր։ Այսքան տարի է, որ ես քեզ եմ ծառայում։ Հորը դրել էր շեֆի տեղ։ Հորը ինքը չէր ճանաչում որպես հայր, որ իրան սիրում էր։ Ինքը իր հոր մոտ այնպես էր աշխատում, ինչպես աշխատեր ուրիշի ձեռքի տակ սիրելներ։ Ինքը չէր տեսնում, չէր հասկացել, որ իր հայրն է, որ իր հոր ունեցած ամեն ինչը իրանն է։ Եվ սրա համար ինքը հոր տանը, հոր մոտ իրան պահում էր որպես մի ծառա։ Այսքան տարի է, որ ես քեզ կծառայեմ եւ քո պատվերներից դուրս չեմ եկել։ Այսինքն հորը տեսնում էր որպես շեֆ եւ ինքը իրան համարում էր, որ շեֆի մոտ անում է ծառայություն եւ ուզում էր ինչքան հնարավոր է լավ ծառայել։ Իր պատվերների մեջ լինել։ Այսքան տարի է, որ քեզ ես կծառայեմ եւ քո պատվերներից երբեք դուրս չեմ եկել, սուտ էր ասում։ Այ օրինակի համար սիրելիներ, ես իմ երեխեքին ասել եմ, անգամ իմ թորներին եմ հիմա ասում, որ երեխեք ջան, աղջիկ ջան, բալիկ ջան, քո քույրիկն է, իրան սիրի։ Կամ նույն ասում եմ իրանց եղբորը, որ իրար սիրեք, անշուշտ սիրելիներ, այս հայրը, այս սիրող հայրը իր զավակներին ասել էր, որ զավակներս իրար սիրեք, իրար հասեք, իրար հետ ուրախացեք, հոգսերը բերը իրար հետ կիսեք, բայց տեսնում ենք սիրելիներ, տեսնում ենք, որ մեծ տղեն հորից օդար էր, որ մեծ տղեն իր եղբորը չէր սիրում, եղբայրը եկել էր, ուրախանում էին, ցնծում էին, բայց ինքը տխրեց։ Ինչի համար սիրելիներ, որովհետև այդպես կարելի ասել, կարծես թե հոր կյանքը իր մեջ չկար, հոր սերը ինքը չէր հասկացել, եթե հասկացած ներ, այդ սիրով ինքը իր եղբորը սրտանց ուրախությամբ ընդունելու էր, թող Աստծո ողորմություն լինի սիրելիներ, սա շատ կարևոր է, եւ դրա համար այդ եղբայրը շատ ճիշտ է անվանում, սա արագ է երկու անարագ որդների մասին, որովհետև երկրորդը հոր տունն էր, բայց հորը չէր տեսնում որպես իրան սիրող հայր, այլ ինքը իրան այդ տան մեջ պահում էր որպես ծառա, եւ դրա համար սիրելիներ ինքը շնորհքից հետ էր մնացել։ Եբրայեցիս թղթում ասում է, եւ չլինի, որ ձեր մեջ վեր լինի մի դառնության արմատ եւ մեկ Աստծո շնորհքից հետ մնա, սիրելիներ։ Եվ ուզում եմ վերջում հիշեցնել Հռոմայեցիս թղթի 4-րդ գլխի առաջի խոսքերը։ Հռոմայեցիս թուղթ 4-րդ գլխի առաջի խոսքերը խոսում է Աբրահամի հավատքի մասին եւ Աբրահամի հավատքով արտարացման մասին եւ նույն ձևով մենք էլ պետք է արտարանանք։ Արդ ինչ ասենք, թե մեր Աբրահամ հայրը գտավ մարմնի կողմանը, որտեղ եթե Աբրահամը գործերով արտարացածներ, պարզանք կունենար, բայց ոչ թե Աստծո առաջին։ Պողոս առաքյալ ասում է, եթե Աբրահամը գործերով արտարացածներ, ինքը կունենար պարզանք մարդկանց առջև, բայց ոչ Աստծո առջև։ Հիշենք, Տեր Հիսուս ասում էր, երբ որ ձեզ հրամայված բոլոր բաները անեք,
ասեք, որ անպիտան ծառաներ ենք, որովհետև այն արեցինք, ինչ որ մեզ հրամայված էր։ Հետո շարունակության մեջ, որովհետև գիրքը ինչ է ասում, Աբրահամը հավատաց Աստծուն եւ արտարություն համարվեց նրան։ Բայց նրան, որ գործ է անում, վարձքը չի համարվում շնորհքի պես, այլ պարտքի պես։ Բայց նրան, որ գործ է անում, մեկը որ գործ է անում, եւ այդ դրա դիմաց իրան տալիս են, շնորհ չի, այլ վարձք է։ Աշխատել է եւ սրա դիմաց իրան տալիս են։ Բայց նրան, որ գործ չի անում, այլ հավատում է նրան, որ ամբարիշտին արտարացնում է, նրա համար հավատքը համարվում է արտարություն։ Այ Հռոմայացիս թղթի 4 գլխի 5-րդ խոսքը այդպես կարելի ասել, սերն Հիսուս Քրիստոսի ավետարանն է, սերն Աստծո շնորհքն է, սիրելիներ։ Բայց նրան, որ գործ չի անում, այլ հավատում է նրան, որ ամբարիշտին արտարացնում է։ Մարդը ինչի համար գործ չի անում, մինչև այդ գործ անում էր, մինչև այդ մարդը վիզ դրած սրտանց ուզում էր Աստծո օրենքները պահեր, Աստծո խոսքերը պահեր, եւ ինքը հոժար էր մեռնելու, եթե Աստծո խոսքը չի պահում։ Բայց մարդը իշքան ջանում է, իշքան փափագում է Աստծուն հաճելի լինել, այնքան ավելի է պարտվում, այնքան իրանից ավելի է զզվում, իրանից ավելի է գարշում եւ բայ է գալիս, որ իր զենքերը վայր է դնում, խոստովանում է անկարող եմ, անճար եմ, եթե փրկություն միայն վերևից, միայն երկնքից։ Եվ մարդը այլևս գործ չի անում, ոչ թե նրա համար, որ անհոգ է, անտարբեր է, ծույլ է, այլ նրա համար, որ ինքը համոզված է, որ այդ ամեն բաները ապարդյուն են։ Եթե փրկություն, ողորմություն միայն երկնքից։ Բայց նրան, որ գործ չի անում, այլ հավատում է նրան, որ ամբարիշտին արտարացնում է։ Այո, սիրելիներ, Աստվածը հրաշք է անում, ամբարիշտին արտարացնում է։ Այն ազնվորությունը, որ մեղքով լցված է, այն մարդը, որը իրան տեսնում է ամբարիշտ, պիղծ, Աստծուն գալով Աստված իրան արտարացնում է։ Եվ ինչի հիման վրա, սիրելիներ, իր սիրո հիման վրա, որովհետև Աստված սիրում է մեզ եւ Աստված Հիսուս Քրիստոսով ամեն բան արել է։ Տեր Հիսուս Քրիստոսը աշակերտներին ասեց, ինչպես մարդու որդին չեկավ, որ իրեն ծառայեն, այլ որ ինքը անի ծառայություն եւ իր անձը ամենքի համար փրկանք տա։ Տեր Հիսուս Քրիստոսը իր անձը մեր համար փրկանք է տվել։ Մենք պետք է մեռնեինք, մենք պետք է կորեինք, բայց խաչի վրա Տեր Հիսուսը մեր տեղն է զբաղեցրել։ Հիշենք, սիրելիներ, Հովհաննես ավետարանի առաջի գլխի 29 խոսքում է գրված, երբ որ Հովհաննես Մկրտիչը տեսավ Տեր Հիսուսին, ինչ ասեց. ահա Աստծո գառը, որ վերցնում է աշխարհի մեղքը։ Տեր Հիսուսը հրեաների հայացքը ուղղեց Հիսուսին, որ նա է Աստծո գառը, որ վեր է առնում աշխարհի մեղքը, եւ մեղք ասելով պետք է խորը հասկանանք, սիրելիներ։ Մեղք ասելով սա միայն մեր արարքները չեն, մեր վատ գործերը չեն։ Մեղք ասելով ընդհանուր պետք է հասկանանք այն ամենը, ինչ որ Աստծո կամքին հակառակ է։ Այն ամենը, ինչ որ Աստծո խոսքին հակառակ է։ Մեղքը իր բոլոր արտահայտումներով, իր բոլոր հետևանքներով Տեր Հիսուսը վերցրել է իր վրա եւ հանձնել է խաչին։ Եվ մեղքի աղբյուրը, մեղքի առաջի աղբյուրը, սիրելիներ, մենք ենք։ Մեր հին մարդն է, Ադամից եկած հին մարդն է։ Եվ երբ որ մարդը ուզում է Աստծուն հաճելին ապրել, եւ օրենքով ինքը ճանաչում է իր անկարողությունը եւ գալիս է Հիսուս Քրիստոսին, սիրելիներ, ինքը իրանից փախնում է։ Մարդը, որը անկեղծությամբ Աստծուն է եկել եւ հասկացել իր անկարողությունը, անճարությունը, ոչ թե մարդկանցից է փախնում, այլ իրանից է փախնում, որովհետեւ իրանից զզվում է, գարշում է, որ այո, այդ
ամեն չարիքների արմատը ինքն է։ Տեր Հիսուս Քրիստոսը մեր մարդը խաչին է մատնել։ Այդ մասին Հռոմայացիս թղթի 6-րդ գլխում ասում է. «Սա իմանանք, որ մեղքի մարմինը խաչ ելավ, որպեսզի մեղքին մենք չծառայենք, որովհետև նա, որ մեռնում է, արտարացած է մեղքից, կամ ավելի պարզ, նա, որ մեռնում է, ազատ է մեղքից սիրելիներ։ Մեղքից ազատ կյանքը միայն հնարավոր է դեպքում, երբ որ մարդը Տեր Հիսուս Քրիստոսի մեջ է եւ իրան տեսնում է մեռած Քրիստոսի հետ։ Եվ սա միայն այն ժամանակ է, երբ որ մարդը խաչի հայտնություն ունի սիրելիներ։ Այո, Հռոմայացիս թղթի 4-րդ գլխի 5-րդ խոսքը օրինալ խոսք է, բայց նրան, որ գործ չի անում, այլ հավատում է նրան, որ ամբարիշտին արտարացնում է։ Տեր Հիսուս Քրիստոսով ամբարիշտը արտարացած է։ Տեր Հիսուս Քրիստոսը վերցրել է մերի մարդը, մեր մեղքերը, մեր հանցանքները եւ այդ ամենը հանձնել է խաչին եւ գերեզմանին։ Մենք իր հետ մեռել ենք, բայց Աստծո խոսքը ասում է նա հարություն է արել եւ նրա հետ մենք էլ հարություն ենք արել նոր կյանքով ապրելու համար։ Դրա համար 2 Կորինթացիս 5:17-ում Պողոս Արաքյալը գրում է. եթե մեկը Քրիստոսում է, նա նոր ստեղծված է, հները անցան եւ ամեն բան նոր է։ Թող Աստծո ողորմությունը լինի սիրելիներ։ Աստված մեր համար ամեն բան արել է։ Հիսուս Քրիստոսով ամեն օրհնություն է պատրաստված։ Այսօր մեր աղոթքը, մեր խնդրվածքը ոչ թե նոր բան պետք է անի, այլ մի բան պետք է անի։ Մեր հոգու աչքերը պետք է բացվեն, տեսնելու մեծագույն փրկությունը, որ մեր համար արդեն կա։ Հիշենք, հարսանիքի արագում գրված է այդ մասին, հարսանիքի արագում Տերը ասեց, Աստված ասեց, ամեն բան պատրաստ է, մսացուները և արջարները մորթված են։ Ամեն բան պատրաստ է, սիրելիներ, ամեն բան պատրաստ է, Աստված ամեն բան է արել։ Կյանքի և աստվածապաշտության համար, ինչպես Պետրոս Արաքյալն է գրում իր 2-րդ թղթի 1 գլխի 3-րդ խոսքում, ամեն բան է արված։ Կյանքի և աստվածապաշտության համար ամեն բան է արված, ամեն բան է պատրաստ։ Աստված իր որդով Հիսուս Քրիստոսով ամեն բան է արել։ Այսօր մի բան է պետք, որպեսզի մենք անկեղծ լինելով իրան փափագենք, իրան խնդրենք, իր լույսը մեր վրա ծագի եւ տեսնենք մեծագույն փրկությունը։ Այ գրված է Քրիստոսում սիրելիներ, երբ որ Հագարը անապատում էր Իսմայելի հետ եւ այսքոմ այնքոմ էր ինքը թափարում, որովհետեւ ջուրը վերջացել էր, շոգ էր, տոտ էր եւ որպեսզի Իսմայելի մեռնելը չտեսներ, իրանից մի քիչ հեռու թողեց եւ հետո լսում ենք Աստծո շտակը հայտնվեց, խոսեց եւ հետո գրված է, շատ գեղեցիկ խոսքեր է գրված սիրելիներ եւ Աստված նրա աչքերը բացեց եւ նա մի ջրոր տեսավ։ Ես նորից եմ ասում սիրելիներ, ոչ թե այդ ջրորը այդ պահին ստեղծվեց, ոչ թե այդ ջրորը այդ աղբյուրը չկար եւ արդեն կար, այլ Աստված մի բան արեց, Հագարի աչքերը բացեց եւ Հագարը տեսավ այդ ջրորը։ Մեր համար ամեն բան է արված, քո համար ամեն բան է արված։ Միայն եթե անկեղծ Տիրոջն ենք ուզում, Տիրոջն ենք փափագում, Տերը մեզ կբացվի։ Արագած գրքի 1 գլխի 23 խոսքում գրված է, Աստված ասում է, Արագած 1 գլուխ 23 խոսքը, ետ դարձեք դեպի իմ հանդիմանությունը, ես իմ հոգին ձեր վրա կթափեմ եւ իմ խոսքերը ձեզ կասկածնեմ։ Ետ դարձեք դեպի իմ հանդիմանությունը։ Սիրելիներ, առաջինը մարդը պետք է հնազանդվի Աստծո ձայնին։ Մարդը իր սիրտը պետք է Աստծուն տա։ Մարդը իր սրտում մեղքին ոչ պետք է ասի։ Եվ եթե այդպես է, Տերը այցելում է։ Տիրոջ հոգին իջնում է նրա վրա եւ Տիրոջ հոգին հասկացնում է նրան իր խոսքերը։
Այ հիշենք սիրելիներ, Տեր Հիսուսը Էմաուս գնացող աշակերտներին հայտնվեց։ Աշակերտները շփոթված էին, խառնված էին, հուսահատված էին։ Տեր Հիսուսը իրանցից իմացավ ինչ իմացներ զրույցը, եւ հետո գրված է մարգարեներից, Մովսեսի գրքերից մեկնեց, որ պետք էր, որ Քրիստոսը խաչվեր, մեռներ եւ երրորդ օրը հարություն առներ։ Եվ երբ որ սեղան նստեցին հաց ուտելու, իրանց աչքերը բացվեցին եւ Տերը վերացավ։ Եվ իրանց մեծ ասում էին, չէ որ ամբողջ ճանապարհին, չէ որ խոսելու ժամանակ մեր սրտերը կբորբոքվեր, այո, իրանց մեջ հաջելի մի ներկայություն կար։ Տերը բացեց խոսքերը, ինչի համար, որովհետև այդ մարդիկ անկեղծ մարդիկ էին։ Հետո Ղուկասի ավետարանում նույն վերջին 24-րդ գլխի վերջերում լսում ենք, երբ որ Տերը նորից աշակերտներին հայտնվեց, գրված է, եւ նրանց միտքը բացավ, որ գրքերը հասկանան։ Թող Աստծո ողորմությունը լինի սիրելիներ։ Երկրորդ օրինաց գրքի 32-ի 36 ասում է. եւ Տերը իր ժողովրդին կդատե եւ կգտա նրանց վրա, երբ որ տեսնի, որ նրանց ձեռքը տգար է, եւ կգտա նրանց, երբ որ տեսնի, որ իրանց ձեռքը տգար է։ Տերը Պողոսին գտած եւ Պողոսի շնորհքը բացվեց, որովհետեւ այո, Պողոսի ձեռքը շատ տգար էր։ Ինչ խղճալի մարդ է մեզ, ով ինձ պետք է ազատի այս մահացու մարմնից։ Թող Աստծո ողորմություն լինի սիրելիներ։ Եվ նորից եմ ասում, սա շատ վտանգավոր է։ Երբ որ մարդը շնորհքի մասին խոսում է, շնորհքը գիտի, բայց կյանք իր մեջ չի երևում։ Ընդամենը այդ մարդու ուղեղում է, իր գաղափարում է։ Ես նորից եմ ասում սիրելիներ, շնորհքը սա Աստծո հայտնությունն է, Սուրբ Հոգին է մարդուն բացում։ Աստված թող օրհնի։ Եվ աղոթքից առաջ ուզում եի հիշեցնել գեղեցիկ խոսքերը, օրհնյալ խոսքերը, որ Երեմիա մարգարեն ասում է, Երեմիայի մարգարեություն համար 15 գլուխ, համար 16-ը։ Քո խոսքերը գտնվեցին եւ ես կերա, եւ նրանք իմ սրտին ուրախություն եւ ցնծություն եղան։ Քո խոսքերը գտնվեցին եւ ես կերա, ոչ թե սա խոսքերը անգիր իմանալն է, այլ սա խոսքերի հայտնությունն է։ Խոսքի հայտնությունն է, որ մարդուն տալիս է կյանք։ Քո խոսքերը գտնվեցին եւ ես կերա, եւ նրանք իմ սրտին ուրախություն ու ցնծություն եղան։ Աստված թող օրհնի սիրելիներ, Աստված թող օրհնի։ Եվ սա է հավիտենական կյանքը, Հիսուս ասում է. քեզ ճանաչեն միակ ու ճշմարիտ Աստված եւ Հիսուս Քրիստոսին, որին ուղարկեցիր։ Աստված օրհնի մեր հոգու աչքերը լինեն բաց, տեսնելու այն մեծագույն փրկությունը, որ մեր համար արված է Հիսուս Քրիստոսով։ Ամեն։